Այսօր կուտակումներ են հանրապետական տեխնատուի շտաբի մոտ, այս ընդհանուր առումով այս գործընթացը ինչպես է գնահատում, հին մեթոդներով է իշխանությունը շարունակում աշխատել ընտրությունների օրը, մենք տեսնում ենք թաղապետեր, որոնք եկել են աջակցելու հանրապետական տեխնատուին, ինչպես է գնահատում։ Ձեր հարցը այնքան երկար էր, որ կարծեմ բոլոր պատասխանները մեջ չկային։ Ընդհանուր առմամբ նորմալ եմ գնահատում։ Արտառոց բաներ չեն նկատվել։ Ես տեղյակ եմ նախորդ Թալինի քաղաքապետի ընտրություններում թե ինչ է կատարվել, համեմատելու չի, այս առումով դժգոհություն չեմ կարող արտահայտել մեծ հաշվով։ Կուսակցությունը իր ռեսուրսը պիտի օգտագործի, իր մարդուժը պիտի օգտագործի, դրա խնդիր չեմ տեսնում, մեր շտաբում էլ կուտակումներ են։ Բայց ամենահիմնականը, որ ներքին խութեր, ներքին հոսանքներ կան, վարչական ռեսուրսի օգտագործման դասեումներ կան, որը կարծում եմ էլի արտառոց չի, կրկնում եմ, համեմատում եմ նախորդ Թալինի ընտրությունների հետ։ Վստահ եմ, որ մանավանդ մեր երկրի այս իրավիճակում, այս օրերի մթնոլորտում բոլորն էլ հասկանում են, որ սա ընդամենը համայնքի ղեկավարի ընտրությունը եւ ժողովուրդը ինքը կատարի ընտրությունը, համեմատի նախորդ արվածները, մանավանդ նախորդի կողքին ովքեր են կանգնած, ինչ են արել մարզի ու քաղաքի համար եւ ինքը պետք է որոշի։ Ավելորդ ճնշումներ, վախի զգացումները միայն կխանգարեն հենց մեր պետականությանը, մեր այսօրվա մթնոլորտին։ Առայժմ նորմալ է, կարծում եմ, սպասենք շարունակությանը։ Ունեք կոնկրետ դեպքեր ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների օգտագործման վախի։ Վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր կան, բայց դա հիմա իրենք էլ կարող են մեզ վերագրել, որովհետև մարզպետը դաշնակցական, իրենք էլ կարող են մեր մասին ասել, իրենց մարդկային ներուժը թալինցիներին փորձում են ուղղորդել այստեղ, չես կարող մեղադրել, ընտրական օրենսգրքի խախտումներ չես կարող արձանագրել։ Ընտրատեղամասերում կարծես թե հանգիստ է, մեկ-երկու փոքր միջադեպերից բացի այլ բաներ չեն նկատվել, բավական ակտիվ է ժողովուրդը, փաստորեն արդեն մոտավորապես ժամը 2-ի դրությամբ 1500 ընտրողեր մասնակցել, որը միջին նորմալ մասնակցություն է։ Կարծում եմ այս ակտիվությունը նաև մեր մասնակցությունը սթափեցրեց ինչ որտեղ, որպեսզի արտարոց բաներ չկատարվեն եւ հիմնականում հանդարտ կանցնի։ Հիմնականում մրցակցությունը դաշնակցության եւ հանրապետականի, թե հանրապետականի եւ հայկական վերածնունդի կամ օրինակ երկիր կուսակցության տեխնատուի։ Ես չէի կուսակցությունների մեջ տանեի մրցակցությունը։ Կա գործող քաղաքապետ իր արած շարածով, իր թիմակիցներով, իր թիկունքով, որևէ բան չեմ լսել մեր տեխնատուի Տիգրան Հարությունյանի մասին, բարեկիր, դաստիարակված, հեղինակություն ունեցող, հարգանք վայելող անձնավորություն։ Կարծում եմ հիմնական մրցակցությունը այս երկու տեխնատուների մեջ կլինի եւ թալինցիները իրենք պիտի որոշեն։ Թալինցիները պիտի կարծում եմ գիտակցեն եւ գիտակցում են, որ սա իրենց քաղաքն է, սա իրենց փոքր համայնքն է եւ իրենք պիտի կարողանան որոշել ում են ուզում տեսնել համայնքապետի պաշտոնում, ով կարող է այս համայնքում ավելի շատ դրական փոխություններ ակնկալել, իրականացնել։ Իմ խորին համոզմամբ այս ընտրությունը թալինցիները պետք է իրենք կատարեն։ Պարոն Վարդանյան, ներկա փաստորեն մարզպետը եւ նախկին մարզպետը կոնկրետ այս գործընթացին բուռն մասնակցություն ունի։ Հիմա օրինակ հանրապետական շտաբը ըստ էության ինքն է ղեկավարում, տեսնում ենք թե ինչպես է մոբիլիզացնում աշխատանքը։ Ներկա մարզպետը որևէ ձև ներգրաված է։ Ընտրությունների օրն է, ես չէի ուզենա ինչ որ առումով քարոզչական շեշտեր նման բաներ լինեին, որ նախկին մարզպետը սա համարում է իր կյանքի մոյի խնդիրը եւ փորձում է ինքը այստեղ մի տեսակ վերականգնվել, ակնհայտ է։ Ես այլ առիթով ասել եմ, որ ինձ համար զարմանալի է, տարօրինակ եւ դա բացարձակապես նեղսրտության արդյունք չի, այլ ընդհանրապես փաստի արձանագրում է, որ բարձրաստիճան շատ հանրապետականներ այսօրին ոչ թե հրազդանում են, այլ թալինում են։ Կուսակցությունը իրենց կուսակցական խնդիրներն են։ Մարզպետ իբրև մարզպետ բնական է, որ իր գործառույթները իրականացնում, փորձում է ապահովել իր հասանելի սահմաններում, իսկապես այնպիսի մթնոլորտ, որտեղ չլինեն ճնշումներ, չլինեն ընտրական օրենսգրքով նախատեսված խախտումներ, այսքանով միայն, ավելին գոնե այս կարճ ժամանակում մարզպետը, գործող մարզպետը չի անում, ինձ համար տարօրինակ է մի քիչ նախկին այլևս վերջնականապես
Ընդմիշտ նախկին մարզպետի ակտիվությունը։